Ակնհայտ է դառնում, որ այս խղճուկ մարդը, այս անհաջող լրագրողը գնալով վախենում է, ինչքան գնում է ավելի վախեցած է դառնում եւ հավասարակշռությունը կորցնում է, ինչպես միշտ սկսում է հիստերիկություն անել։ Դուք լսեցիք իր այս խայտառակ ելույթը երեք, շուն ու շանգյալ անվանեց իր սեփական ժողովրդին, մի մարդ, որ ասում էր 3 միլիոն վարչապետ, ես սիրում խոնարհվում եմ, տեսեք, շուն ու շանգյալ դառնանք, իր համար դեմոկրատական թավշյասիրո հեղափոխությունը հիշում եք 18 թվականը, ես հիշում եմ։ Այդ վիրավորանքները, այդ գորգորալը, այդ խժղժալը, որին մենք արդեն սովոր ենք ցավոք սրտի, այն էլ այսպիսի ձենով, որ անհնար է լսել, 17 հոգի ձերբակալվում է պարոն Կարապետյանի կուսակցությունից, 17 հոգի առանց որևէ խախտում։ Իր այդ ֆաշիստ, այն էլ կանայք, իր աղանդի այդ ֆաշիստ անդամները ձեռ են առնում, մի մորը, որի երեխային կրծքով կերակրում է, ձեռ են առնում։ Ադոլֆ Հիտլերի Գերմանիայում երևի սենց բան կանեին, չնայած նրանք էլ չէին անի, նրանք երևի մի քիչ ավելի շատ կլաս ունեն։ Եվ այս մարդիկ կանայք են, որոնք ձեռ են առնում երեխային կրծքով կերակրող մորը։ Տեսեք ուր հասանք։ Մարդիկ, ովքեր հայոյանքներ են գրում, այդ ֆեյքերի ֆաբրիկան մի կողմ, բայց ռեալ մարդիկ հայոյանքներ են գրում, տեսնելով թե ինչպես 17-18 տարեկան տղաներին ծեծում են պատարակի ժամանակ եկեղեցում, տեսեք ինչ պատահեց մեր հասարակության հետ, սա խորագին հիվանդություն է, սա դեգեներացիա է եւ հիվանդություն, ուղղակի հիվանդություն, 17-18 տարեկան տղաներին այս բռնությանը ենթարկել է եւ մարդիկ կողքից ուրախանում եւ հայոյում են, տեսեք ուր ենք մենք հասել, սա ինչ հիվանդություն է, ոնց մեզ հիվանդացրեցին բոլորիս։ Դրանից առաջ էլ կինը իր երեխայի հետ փախստական Ղարաբաղից եկած, որը նա անվանում էր Սարդարապատ, երևի չէր հիշում, երբ դա ասել։ Իր վրա այս խղճուկ լրագրողը տապալված բոլոր առումներով մատա թափ տալի եւ գորգոռումա կնոջ վրա, փախստական կնոջ վրա երեխայի հետ։ Երեգել այդ խղճուկ, այդ էժանագին դիշովի ոնց որ ժողովրդական բառը ռուսերեն բառն օգտագործում, այդ իր դիշովի այդ վարչաբենդը, իր այդ խղճուկ բառաբան նվագելը, դատարկ հրապարակում Գյումրիում, որ այլևս իրեն չի սատարում, դատարկ, անգամ իր զորքը, այդ ոստիկանների զորքը, որ իր այդ բերել էր, չկարողացան լրացնել այդ տեղը։ Տարիներ կանցնեն, մեզ կհարցնեն, դուք որտեղ էիք, դուք ոնց եք թույլ տալիս, որ սենց ձեռ առնեն հայերին, մեր ազգին, մեր եկեղեցուն, մեր երկրին, դուք ոնց թույլ տվեցիք, որ մեզ սենց ձեռ առնեն։ Եվ մենք պատասխան ենք տալու դրա համար։ Ինչ վերաբերում է այս մարդուն, պարզ է, որ նա տեսնում է, որ այլևս ժողովրդին խաբել չի ստացվում, այն համակրանքային աջակցությունը, որը նա ուներ, նա այլևս չունի, եւ նա փորձում է մարդկանց վախեցնել, բռնություն, բանտարկություններ, ձերբակալություններ, ծեծ, ենել եկեղեցում, նորածին երեխա ունեցող մոր ձերբակալել, հետո ձեռ առնել, տեսեք ոնց է նա իրան պահում։ Նա վախենում է, որովհետև նա գիտի, որ իր օրերը հաշված է։ Նա միայն լայնածավալ բռնության օգնությամբ եւ կեղծիքների օգնությամբ կարողանա շահել հունիսի ընտրությունները։ Մեր ժողովուրդը պետք է մասնակցի, բոլորը պետք է մասնակցեն եւ թույլ չտան, որ այս ընտրությունը մեզանից գողանան։ Եվ այս բռնապետը, բացառիկ արդեն բռնապետը, շարունակի մեզ ամեն օր ձեռ առնել։ Իսկ նա վախեցած է, նա շատ եւ շատ վախեցած է։